եւ Որդվո եւ Հոգույն Սրբո ամեն։ Սիրելի ավադացյալներ, այսօր մեծ բահոտ 4-րդ գիրագին է, որ կգոչվի դնդեսի գիրագի։ Քրիստոսի պատմած գեղեցկագույն, սակայն դժվար ըմբռնելի եւ հասկանալի արագմն է։ Արագի փոխանցագությունը եթե լսենք եւ փորձենք հասկանալ, անպայման պիտի իմանանք, որ հոն անհասկանալի գետ մգա, որ այսօր պիտի փորձենք լույս սփռել եւ հասկանալի դարձնել մեր սիրելի ժողովրդին։ Այս արագին դժվար իմաստ բաժինը այն է, եթե նյութական անգյունե դիտվի հարցը, ուրեմն իրականություն է, որ օրվա դնդեսը, հերոսը սխալած է, բայց եթե հոգևոր եւ բարոյական դեսանգյունե դիտվի, հոն լուսապանություն մգա, բարձապանում մգա, որպեսզի հասկանալի դառնա մեր ժողովրդին։ Դնդեսի արագի իր մեջ ճշմարտություններ կփոխանցի, որոնք հոգևոր են, այլ խոսքով մարդու հոգի բրգության վերապերող իրականություններ։ Արագը ավետարանը լսեցինք, որ գսե մեծահարուստ մարդ մգար, որ իր ունեցած հարստության վրա դնդես մգարկած էր։ Դնդեսը այսօրվա հասկացողությամբ ընդհանուր վերագացուն է, մենեջերն է, իր ունեցած շարժուն եւ անշարժ բոլոր հարստության վրա։ Օրմը այս մեծադունը գիմանա եւ գլսե, որ իր դնդեսը իր բաշտոնյան սխալ գործեր կդեսնի։ Սկիզբը չուզեր հավատալ, որովհետև այնքան վստահություն ուներ այս մարդուն վրա, անսահման եւ աներևակայելի։ Սակայն իր շրջապատի պամպասանքներուն եւ խոսքերուն եւ զրբարտություններուն եւ երբեմն ճշմարտություններուն ագանջ տալով գորոշե, որ այս իսավներուն վերջ մտանք եւ այս դնդեսը կորձե արձակենք, որովհետեւ իր մասին շատ բաներ կխոսվին եւ կլսվին։ Գանչե իր բաշտոնյան եւ գսե հետ այսու չես կրնար իմ ունեցածից վրա դնդես նշանակվիլ եւ կորձերը գարավարել։ Հետևաբար դուր ինձի քու դնդեսությանդ հաշիվները, բեռնայինք դեդրակներդ եւ հաշիվ ներկայացուր, որպեսզի հաշվեպակ կատարենք եւ արձակվիս։ Հիմա հոս դնդեսը գացության արչև է, որ առաջին ինք սխալած է, այո, իր սխալը պետք է սրբակրե։ Նախքան հաշիվ ներկայացնելը, որովհետև երբ թադավորին դեմ գեցած ես հաշիվ ներկայացնելու, վերջին վարգյանին չես կրնար, քու հաշիվներդ ամբողջական եւ իրական կերպով ներկայացնել։ Պետք է պատրաստվիս։ Իմ այս դնդեսը ինք գիտեր, որ սխալ գործեր գնե։ Ինքզինք պատրաստեց հաշիվ ներկայացնելու։ Այս արագին հասկանալի բաժինը այս լուսապանական բաժնին մեջ է։ Ուրեմն ինչ կնե, դեդրակները կբերե եւ կսկսի գանչել բոլոր այն վաճառականները, որ իր վարպետին կովեն ապրանք կգնեն։ Իր վարպետը, որովհետև
արդեր ուներ, գծաներ, գհնցեր, գհերգեր, ցետի վաճառականներ, ծորենի վաճառականներ, քարիի վաճառականներ եւ այլ ընտեղեններու վաճառականություն կգադարեր։ Գանչեց իր բարդականները մեկ-մեկ եւ սավանոնց առաջինին որքան բարդկունիս վարբեդիս ադի սավ 100 դիտեղ ցետ լավ սավ 50-ը զեղչե եւ 50-ը վաղ արդու վերադարձուր որտեւ հաշվեպակ պիտի ինենք երկրորդը 100 բարդ ծորեն 50-ը զեղչեց եւ 50-ը բերավ երրորդը 50 բարդ քարի 25-ը զեղչեց եւ 25-ը բերավ եւ այսպես բոլոր բարդականներուն 3 օրվա ընթացքին հաշվեպակ կդարեց բոլորեն վերադարձուց այն բաժինը որ կպատկաներ իր վարպետին իր վարպետը երբ իմացավ այս մեկը կովեց այս դնդեսին եւ սավ աբրիս ճիշտ բաներ ըրիր հիմա հոս մենք կմտածենք ճիշտ ռավ այս դնդեսը կամ սխալ ռավ եթե մենք մեզի այս հարցը տանք ինչ պատասխանի պիտի հասնենք եթե միշտ ըսած եմ ավետարանը որ կգարտակ հոն բանալի բարեր կան եթե այդ բանալի բարերը չգտնեք եւ չհասնեք այդ բանալի բարերուն այդ հատվածը կամ չեք հասկնար եւ կամ սխալ կհասկնաք հիմա հոս սխալ մգա եւ բանալի մգա մենք պետք է գտնենք այդ բանալին դեստելու համար այդ սխալը ինչ է արդյոք սխալ է կամ իրականություն է կամ այլ բան է ուրեմն հարցը հետևյալն է դնդեսը սխալ բան ըրած է այո բայց այս արարքին մեջ դնդեսը 3 գեդերու մասին մտածեց առաջին գեդը այն է որ իր սխալը սրբակրեց վերագանքնեցավ երկրորդ բաժինը այն է որ դերը քովեց իրեն իսկ երրորդ բաժինը այն է որ ինք երբ կորձե արցակվի ուրիշ բարեկամներ շահեցավ որոնք են այդ բարեկամները այն անձերը որ ինք զեղչեց անոնց բարտկերը վերադարձուց խորքին մեջ ինչ վերադարձուց այս մարդուն եթե հաշվի դեդրագը տեսնենք իր վարպետեն բամը չեր կողծած իր վարպետին իրավունքը լրիվ արձանագրված էր դեդրագին մեջ սակայն խաբեբայությամբ վաճառականներուն հաշիվներուն հետ խաղալով անոնց բարտկը ավելցուցած էր երբ եկավ զեղչելու այդ մարդոց իրավունքները ետվա դարձուց ինքզինք սրբակրեց այդ մարդոց մե ինք սխալ բաներ արած էր եւ սա որքան է հաշիվդ սա 50 ներողություն 100 լավ սա 50-ը վերադարձուր արդեն իր վարպետին 50-ը վերադարձուց իսկ իրեն դված այդ 50 բաժինը արդեն ինք Բաշտոնյան կողծած էր այդ մարդեն եւ անոր զեղչրավ ետ վերադարձուց հոս ուրեմն ինքնասրբակրության կորձողությունը դեղի ունեցավ հարցում մեզ մե ով չգրնար սխալիլ մեզ մե սկսյալ սակայն երբ հաշվետվության պիտի գնաս նախքան դադավորին դիմաց գնալը պետք է սրբակրես քու սխալներդ վերադարձնես քու
գեղձավորությամբ ցերցկած բոլոր այդ ինչքերը եւ այս մեծադունը նույնը հրավ եւ հավասիկ իր վարպետը կովեց, որովհետեւ ինք իր իրավունքը հրավ բարտկի ցկված էր, երբ պիտի վերադառնար ոչ ոք գիտեր, ինք իր իրավունքը հրավ, իսկ այն մարդուց, որ ինք վնաս հասցուցած էր, անոնց բաժինը զեղչեց, յուրաքանչյուր երկու կողմ իրենց հաշիվները ստացան, բայց ինք զինք սրբակրեց, արդարացավ, նույնն է բարական մեր բոլորին, երկնավոր հայրը, որ թադավորն է այս արագին մեջ, որ մեծադունն է, մեծահարուստն է այս արագին մեջ, կներկայացնի Աստված, իսկ այդ պաշտոնյան մեզ մե յուրաքանչյուրն է, որ անպայման խոսքով, կամ գործով, կամ մտածումով կրնանք սխալիլ, որովհետև հողեղեն արարածներ ենք, չգարձեք, որ այս աշխարհի մեջ արդար մարդ մգա, բոլորս ալ, մեզ կսյալ, կրնանք սխալիլ, կրնանք սայթակիլ, կրնանք ինալ, բայց կարևորը նախքան հաշվետվության գենալը Աստուծո առջև սխալները սրբակրելն է այսօրվա արագին, տնտեսի արագին պատմությունը, որ կներկայանա մեզի։ Հիմա հոս մեծադունը ավետարանի չղուգաս եւ այս արագը միան ղուգասը պատմած է, ուրիշ ոչ ոք մեկ ավետարաններում հետ չենք գտներ, միան ղուգասի ավետարանի մեջ կգտնենք։ Ղուգաս արձանագրած է եւ մեզի կհիշեցնե, ինչպես Հիսուս ավելի առաջ ասած է, երբ հագարագործի հետ ինաս անհամաձայնիս, նախքան թադարան երթալդ հաշտվիր իր հետը։ Այս դնդեսը այսօր նախքան թադարան երթալը, նախքան արարիչին արջև գենալով հաշիվ դալը իր սխալը սրբակրեց և վերջը կնած ներգայացավ, ամեն ինչ ճիշտ է, այն վաճառականները, որոնք գողոպտված էին իր կողմէ, իրենց իրավունքները ստացան և իր վարպետը նաև իր իրավունքը ստացավ և այսպիսով մեր դերը կհիշեցնե մեզի ըսելով, որ երկու խումբ մարդիկ կան այս աշխարհի վրա։ Մեկ խումբը լույսի որդիներն են, որ բաժնված են մեզ մե, բայց մաս կգազմեն մեր եկեղեցական ընտանիքին։ Այն ննչեցյալը, որ կմահանա, կբաժնվի այս աշխարհեն, կմնա անդամ եկեղեցվո, եւ մենք միշտ կհիշենք զիրենք, անոնք կգոչվին լույսի որդիներ։ Իսկ մենք, որ երկրի վրա գաբրինք, կգոչվինք մարդու որդիներ, զինվորյալ եկեղեցի և հաղթական եկեղեցի ննչեցյալները։ Հոս ուրեմն զինվորյալ եկեղեցվո անդամներուն բարդականությունը ինչ է, մինչև հասնին այդ լույսի որդիներ գոչվելու հանգամանքին, ինքնասրբակրություն, Բիդի սխալինք այո, միշտ բիդի սխալինք կրգին այո, բիդի փորձենք խուսափել սխալել է, նորեն այո, բայց երբ սխալեցանք ինչ բիդի նենք, բիդի սրբակրենք, նույն ազ դնդեսին բես, հետևաբար մեր դերը կհիշեցնե ավետարանի մեջ, որ մարդու որդիներու նման ջարբիկ եղեք ձեր կյանքի ընթացքին, ջարբիկությունը սրբակրելն է մեր սխալները, մեր հանցանքները, մեր ունեցած թերությունները, որպեսզի Աստծո ներկայանանք արդարացած, որովհետև հետ մահու տուն բան չես կրնար անել, ես բան չեմ կրնար անել, այլ միայն մեր հարազատները երկրի վրա
գաղոթեն մեր հոգիներու համար։ Սակայն մենք, եթե ննչեցյալ ենք, ոչ մեկ բան գրնանք անել։ Ճիշտ այդ պատճառով անմիջապես գահաճորտե մեծահարուստին եւ Ղազարոսի պատմությունը ավետարանին մեջ, որ մեծահարուստը գերտա իր ռած սխալները առանց սրբակրելու գերտա դժողք, իսկ Ղազարոսը իր սխալները սրբակրած գերտա տրախտ, հոն երկխոսություն մդեղի գունենա։ Մեծահարուստը կխնդրե Աբրահամեն, որ Ղազարոսը երթա իր եղբայրներուն եւ իր զավակներուն խրադե, որբեսի սխալները սրբակրեն։ Սակայն Աբրահամ գսե ոսկե ոչ ոք կրնա հոն երթալ, որովհետև ամեն ինչ վերջացած է։ Քու զավակներդ եւ եղբայրներդ թող դեսնեն այն քիրքը, որ կգոչվի Աստվածաշունչ, հոն հարցնակրված է, թե մեր սխալները եւ թե ինչպես պիտի սրբակրենք մեր սխալները։ 5 դագարանի մեջ հարցնակրված է սխալները, բայց հոն մենք սրբակրության միջոց չենք տեսներ։ Միշտեր նոր գդագարանը, որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի աշխարհքալեն վերջ դեղի ունեցավ, հոն կտեսնենք մեր սխալներու սրբակրության լուծումները։ Դարբերությունը այն է 5 դագարանին եւ նոր գդագարանին։ Այո, 5 դագարանը օրենքներով լեցուն է եւ ինչ որ սխալներ կգործեն մարդիկ արցնակրված է, բայց անոնց սրբակրության մասին ագնարգություն մկոյություն չունի։ Միշտեր նոր գդագարանները, 4 ավետարանները, առաքելական գործերը, նամակները եւ հայտնությունը լույս կսպրեն 5 դագարանի վրա, թե գործված սխալները ինչպես կրնանք սրբակրել։ Մեծ բահոցած 7 գիրագիները ասոնք կսորվեցնեն մեզի։ Սխալողին սխալը սրբակրելու, արդարանալու եւ ներգյանալու Աստուծո։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, այս գիրեգին բոլորիս գհիշեցնե, թե դարբեր մագարտակներով եւ գարողությամբ, բաշտոններով բոլորս ալ Աստծո կողմէ դնդեսներ գարկված ենք մեր գործերուն։ Եկեղեցվո մեջ, մեր աշխատանքներու մեջ, մեր դուներու մեջ, դպրոցներու մեջ, ագումբներու մեջ ուր գուզեք հաշվեցեք։ Հավադարմորեն ամբողջացնենք մեր առաքելությունը եւ եթե մարդկային մեր դգարությանց պատճառներով ցախողինք եւ լրիվ խավարային վիճակի մատնվինք, միշտ տրական լույսի շողին ու լուծումին մասին մտածենք։ Սխալեցա ասելով երթալ անձնասպանը լալ չգա, սրբակրեց սխալըտ, Աստված գնտունի քեզի, թեև դուր տրացի բարեկամ չեն ընդունիր քեզի, միշտ կհիշենք ու անցյալըտ, վնաս չունի, հոգ չէ, կարևոր չէ մարդիկ ինչ կմտածեն իմ մասիս կամ քու մասիդ, կարևոր Աստված ինչ կմտածե մեր մասին։ Կաչ գիտնալով որ ունենք սիրող, մեր վրա հսկող, ներող հայրը, որ իր միածին որդվույն բարեխոսությամբ եւ Սուրբ Հոգիով մեզի կբարգեւե այն ինչ որ բարին է եւ մեզի համար հարմարն է։ Այսօրվա այս անիրավ դնդեսին արագը այս կհիշեցնե մեզի։ Օրը մենք եւս պիտի գանչվենք եւ մեզ մե հաշիվ բանջեն։ Հետևաբար հիմա կվնե պատրաստեցեք ձեր հաշիվները, արդեն այս օրերուն շատ գեղեցիկ զուգատիպություն մգա։ Այս օրերուն բոլորս ինչ կպատրաստենք։ Տաքսի թուղթերը սարսափի մատնված ենք, չէ՞։ Բարձ մարդումը, թադավորիմը, որ քանի մղուրուշով գլուծվի հավանաբար մեր խնդիրը, մատնված ենք, հաբա ինչպես պիտի գենանք երկնավոր թադավորին թիմաց
երբ մեր հաշիվները չենք պատրաստած։ Մեծ բաղոց այս գիրագին մեզի գիշեցնե ձեր հաշիվները պատրաստեցեք սրբակրված, արդարացած, մաքրված ներգյանալու համար մեծ թադավորին դեր օրտնե բոլոր դիմա հավիդյանս ամեն